Պատմական հայկական Ծաղկունք գյուղը Արևելյան Հայաստանի Գեղարքունիքի մարզում է։ Հինավուրց բնակավայրը 1604 թվականին դարձել է պարսից թյուրքախոս Շահ Աբբաս առաջինի հարձակման թիրախ։ Ծաղկունքը հնագույն բնակավայր է, եղել է Վարաժնունիք գավառի վարչական կենտրոնը։ Բնակավայրում հայտնաբերվել են 3500 տարվա պատմություն ունեցող զարդեր։ Ծաղկունք գյուղում են Սուրբ Հարություն եկեղեցին, որի առաջ կան 7 կանղուն խաչքար և 1 տասնյակից ավելի 10-ից 19-րդ դարերի գերեզմանակարեր, Սուրբ Սարգիս մատուռը, որի ներսում և դրսում կան 10-ից 15-րդ դարերի խաչքարեր, իսկ կողքին Սուրբ Սարգիս եկեղեցին, 12-ից 13-րդ դարերի ավերված ծիրանավոր մատուռ է։ Գյուղի Սուրբ Հովանես մատուռը կառուցվել է 10-ից 13-րդ դարերում, մատուռի խաչքարերը թվագրվում են 12-ից 13-րդ դարերին։ Ասում են, որ մատուռը եղել է երդման արարողության վայր։ Գյուղ այլևս չվերադարձողները, մանավանդ երբ մարդը վատ բան է կատարել և երես չի ունեցել գյուղ վերադառնալու, գնացել է Սուրբ Հովանես, երդվել, որ այլևս չի վերադառնալու, իսկ եթե հանկարծ վերադարձել է, չոքեչոք մոտեցել է խաչերին, երդվել, որ վատ արարք այլևս չի կատարի, ապա վերադարձել է գյուղ։ 1603-ից 1604 թվականներին պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև։ Թյուրքախոս Շահ Աբբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս, նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թյուրքախոս ղզլբաշները, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։ 1604 թվականի արշավանքի հետևանքով մոտ 605 հազար հայեր բռնի տեղահանվեցին, որոնց գրեթե կեսը մահացավ դաժան գաղթի ճանապարհին։ Ծաղկունք գյուղի հայերը ևս տեղահանվեցին ու քշվեցին դեպի Պարսկաստանի խորքերը, իսկ հայերի փոխարեն տեղում հաստատվեցին թուրքական քոչվոր ցեղերը, քանդելով ու ավերելով հայկական պատմական հուշարձանները։ 1604 թվականին Շահ Աբբասը հայ բնակչությանը տեղահան անելու ժամանակ ավերել է նաև Ծաղկունք գյուղի Ծաղկևանք մատուռը։ Ասում են դրա տեղում կառուցված է եղել գմբեթավոր եկեղեցի, սակայն հետագայում այնտեղ կառուցվել է մատուռ։ 1828 թվականին Իրանի Մակու քաղաքից գաղթած ընտանիքներ հաստատվում է Ծաղկունքում, ինչպես նաև ընտանիքներ են գաղթում Խոյից և Վանից 1828-ից 1829 թվականներին։ Թուրքմենչայի պայմանագրով Վարաժնունիքն անցնում է Ռուսաստանին։ Հենց այս թվականն էլ համարվում է Ծաղկունք ներկայիս գյուղի հիմնադրման պաշտոնական թվականը։ Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։